աղոթ ենք, հա, Ժողովուրդ ջան, Տեր շնորհակալ ենք, փառք ենք տալիս քեզ, ամենակարող Աստված, այս ժամերի համար, որ մենք այստեղ եք իմ Աստված եւ ակնկալում ենք իմ Տեր, որ այսօր դու երկնքից կխոսես դեպի մեր կյանքը, դեպի մեր սիրտը, Տեր ջան, եւ կփոխես մեր էությունը իմ Աստված, եւ քո սրբությունը ավելի խորն է, Տեր, թեկուզ եւ մենք մտածում ենք, որ գիտենք, բայց ոչ ոք չգիտի, թե որքան խորն է քո սրբությունը։ Խոսիր դեպի այդ խորությունները մեր կյանքի մեջ, որպեսզի մենք կարողանանք նորոգվենք, թարմանանք եւ նոր արարած դառնանք։ Այսօր այստեղ, այս վայրի մեջ իմ Աստված, հանդիպում ունենանք քեզ հետ, որովհետեւ դու մեր կյանքն ես։ Փառք ենք տալիս քեզ ամենակարող Աստված եւ օրհնում ենք քո սուրբ անունը այս վայրի մեջ, ամեն։ Փառք Տիրոջը, հա, այ հիմա կարող եք նստել։ Խնդրում եմ թույլ տուր, ես խնդրեմ, որ կարդալուց չկանգնեք, խնդրում եմ, որ ես չշեղվեմ։ Գիտեք, Հիսուսը երբ որ սրտից սիրտ էր խոսում, այսօր դրա մասին եմ խոսալու, Լեռան քարոզի մա։ Ինքը պարկեց եւ բոլորին է խնդրեց նստեցեք։ Եվ նրանք ուղղակի անմիջական իրար հետ խոսացին, դա այս պահը, մենակ այս պահը, մնացած կարգ ու կանոնը եկեղեցուն ոնց դրված է, պետք է մենք հարգենք։ Մենակ հիմա խնդրում եմ այդ ձև, որովհետև այդ վայրը, որտեղ որ Հիսուսը խոսում էր, այնքան հետաքրքիր մի վայր էր, այնքան Հայաստանի նման է, ասես ինքս էս մի քիչ թեք տեղ է, ներքևում մի քիչ այն կողմ երևում է Գալիլեյան այդ ծովը, այդ լիճը։ Այնքան լավ տեղ է, որ գնում ես տեղ ուզում ես պարկես ու զրուցես, այնքը քաշում է քեզ։ Մենք այդտեղ նստել ենք եւ Գոհար քույրներն էլ մեր հետ երնես մարդկա նստել ենք ու խոսում ենք ուղղակի, այնքան հաճելի վայր էր։ Իսկ կարծում եմ այնտեղ էլ է Տիրոջ ներկայությունը զգալի, այստեղ էլ է Տիրոջ ներկայությունը, այստեղ պետք է խաղաղության մեջ եւ ուզում եմ այսօր խոսեմ մի թեմայի մասին շատ կարեւոր։ Ասա շատ կարեւոր։ Գիտես քիչ է շատ կարեւոր, թե մենք պիտի մեզ հարցնենք, ինչու եմ ես այստեղ։ Ինչու եմ ես այստեղ։ Ինչի համար եմ գալիս այստեղ։ Ինչ եմ ակնկալում ստանամ այստեղից։ Ճիշտ ասած մենք չենք գալիս այստեղ որ մեզ ցույց տանք։ Չենք գալիս իրար հետ շփվել, ճիշտ է, դա էլ իր տեղն ունի, ու իրար հետ շփվել, իր բարևել, հալ հարցնելը, ոնց է, ինչ կա, չկա։ Բայց դա չի կարևորագույնը, հա։ Գիտեք, Մատթեոս գրքի մեջ, Մատթեոս գրքի մեջ ես կսկսեմ հետևից, Լեռան քարոզը 5, 6, 7 երրորդ գլուխներն են Մատթեոսի։ 6-րդ գլխի մեջ 33, 6:33, այնքան հեշտ է հիշում, 6:33 գրված է, որ դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։ Ես ուզում եմ երկու մաս բաժանեմ։ Աստծո խոսքը բաժանում է երկու մասի մեր կյանքը, ասում է, նախ բաներ կան, որ առաջնահերթ են, կան բաներ, որ երկրորդական են։ Վատ չի, որ դա ունենանք, բայց միշտ հիշեք, որ կա առաջնահերթ եւ կա երկրորդական բաներ։ Ցավոք սրտի պետք է ոչ միշտ է այդպես էլ ապրում են, ինչպես Տիրոջ խոսքն է ասում։ Ցավոք սրտի պետք է նշել, որ շատերը երկրորդական բաները առաջնահերթ են դնում։ Իսկ առաջնահերթ բաները երկրորդական։ Եվ շարունակում են այդպես ապրել։ Իրական քրիստոնյան նա է, ով առաջնահերթություն է տալիս եւ կարևորում է այն կարևորագույն բաները, որ ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակը ունի Աստծո արքայությունը, չունի հարստության, փառքի, պատվի եւ աշխարհի բոլոր բաների անկարգ բարձանքները։ Նորից հիշեցիք, ասածներ թե կրկնեմ, որ կրկնեմ երկարատևելու։ Իսկական քրիստոնյան նա է, որ առաջնահերթ է դնում Աստծո արքայությունը, նպատակակետը առաջնահերթ է, ամենից ավելին կարևորում է իր կյանքի մեջ։ Հարստանալ, բարեկեցություն,
առողջություն, ամեն ինչը երկրորդական են այդ աշխարհի խառը բարձանքները, ցանկությունները, դրանք երկրորդական, ված չի որ մարդ ուզում է գնա հանգստանա, բայց դա երկրորդական է։ Հիսուսը շատ կոնկրետ ասում է 33-րդ համարում, ասում է ամենից առաջ նախ եւ արժե համակարգ, բոլորս պետք է ունենք արժե համակարգ։ Ինչպիսին է մեր արժե համակարգերը, ոնց մենք կարանք իմանանք ով ենք մենք, որովհետև միշտ մարդու առաջ դրված է առաջնահերթ եւ երկրորդական բաների եւ մարդ որոշում է, որը կարևոր է իր համար, նրա հետևից է գնում է, ըստ դրա էլ որոշում է կայացնում։ Ну օրինակ շատ པարզ օրինակներ, հա, ասենք մարդուն այսօր Կիրակյա պետք է գա եկեղեցի, բայց մի հատ էլ լավ ծննդի են հրավիրը։ Եվ իր մոտ ընտրություն է, գնամ եկեղեցի դիլեմա է։ Հա, ասի, գնամ եկեղեցի թե գնամ ծնունդ։ Ախր լավ խորոված է, էլնելա։ Բայց նեղել այսօր աշոտ եղբայրը պիտի օրհնի։ Հիմա որն է իմ որոշումս, որը կհաղթի, իմ որոշումս որը կլինի, իմ արժե համակարգը ինչպիսինն է։ Եթե առաջնահերթ դրված է Աստված եւ նրա արքայությունը, իհարկե ես կընտրեմ եկեղեցի գալը։ Եթե ընդհակառակը աշխարհը եւ նրա ցանկությունները, ես առաջնահերթ կընտրեմ այնտեղ գնալը։ Ամեն մարդ կարա ինքը իրան քնի այդպես։ Հասկանա ով եմ ես։ Ես չգիտեմ ով ես դու։ Հասկանում եք, Աստված գիտի եւ դու գիտես։ Դա մեր ներսին, մեր ներքին աշխարհն է, որը ծածուկ է աշխարհից, բայց ծածուկ չէ Աստծուց եւ քեզանից։ Մենք ինքներս մենք գիտենք, պետք է անկեղծ լինել։ Իմիջայլոս հեսա դրան է կանդրադառնանք անկեղծության, որովհետեւ Երլերան քարոզը հրաշալի մի քարոզ է։ Եվ Հռոմեացիս գրքի մեջ էլ Պողոսը գրում է, որ Աստծո արքայությունը դա ուտելիք եւ խմելիք չի։ Կարող եք 14-17 կարող եք բացել կարդալ, ուտելիք եւ խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Գիտեք, պետք է մեր ընտրությունը, մեր կյանքը նաեւ մեզ ուրախություն բերի, ոչ թե ֆինանսական, նյութական ապահովվածությունը, գիտեք, մարդ լավ մեքենա առնում ուրախանում է։ Տուն առնում ուրախանում է։ Ուզում եմ մի հարց տամ, այդ ուրախությունը ինչքան է տևում։ Ասեք iPhone վերջ համարը որն է, iPhone-ի հավաքչում։ 18, 7։ 17 ես առնում, ինչքան է տևում քո ուրախությունը, մինչև 18-ը դուրս գալը։ Հասկանում ես։ Կան, հա, կրիդիտը փակելուց ուրախանում ես։ Կամ եմ իդե։ Հասկանում եք, ինչքան է տևում ուրախությունը, այս աշխարհի ուրախությունը, դա Սուրբ Հոգու ուրախությունը չի, ինքը սահմանափակ է։ Նա մի պահ է, մի ստվեր է, այս փոքրիկ։ Դա ուրախություն չի։ Դրա համար խոսքն ասում է, որ Աստծո ուրախությունը մի համեմատեք, Աստծո արքայությունը մի համեմատեք ուտելիքի, խմելիքի, նյութական եւ այլն բաների հետ։ Դա բացարձակ ուրիշ բան է։ Դա երկնքից է տրված, տրված է նրանց, ովքեր փափագում են դեպի երկինք։ Իրանց հայացքը, իրանց սիրտը, իրանց էությունը դեպի երկինք։ Մի քանի բան եմ ուզում ձեզ համար կարդամ, ընթերցեմ, գրքերից հատվածներ է, ուղղակի տարբեր գրքերից ես սիրում եմ բաներ վերցնել, դա ոչ թե իմ կարծիքն է, այլ կոնկրետ սա ինչ որ կարդում, սա Հովհաննես Ոսկեբերանի գրքից է, նրա ճառերից է, հա, ողորմություն եւ օտարասիրության ճառ ունի մի հատ, դրանից եմ վերցրել։ Աբրահամը հարուստ էր։ Տեսնում ես նրա հարստությունը, տես նաև նրա օտարասիրությունը։ Մեջորային, երբ նա նստած էր Մամբրեի կաղնու տակ, 3 այրերի տեսավ։ Նրան է հայտնվում Տերը։ Եվ ոտքի կանգնելով, նա չի մտածում, որ իր առաջ Աստված է։ Կարող էր, չէ,
այդպես մտածել։ Նա խոնարհվում է նրանց առջև ասելով. Եթե դուք արժանի կհամարեք, մտեք իմ խորանը։ Տեսնում ես, թե ինչպես է վարվում ծերունի միջօրերին, հարուստ եւ հայտնի, նա չի նստում տան հարկի տակ, այլ որպես թափառական, ասպնջական, դուք ինձանց խելացեք իմանաք այդ ինչա նշանակում, ու թափառական, թողնելով տունը, կնոջը, երեխաներին, ծառաներին դուրս է եկել որսի, բացելով օտարասիրության ուրկանը, որպեսզի որևէ թափառական շրջիկ, որևէ ճամփորդ հանկարծ չշրջանցի իր վրանը։ Հասկանում օտարասիրության մասին։ Այսինքն այդքան հարուստ լինելով, հələ Հովհաննես Ոսկեբերյանը հələ ոնց է բացահայտում մարդու էությունը, ինչա իր համար կարևորագույն է կյանքի մեջ։ Եվ տես, թե նա ինչ է անում, Աբրահամը դա չի հանձնարարում ծառային, թեպետ ուներ 318 ծառա։ Նա որոշակի տեղյակ էր նրանց ոչ օտարասիրությանը։ Դե ծառան խի պիտի մարդկանց ուրիշներին սիրի, Աստծո մարդ կարա միայն ուրիշներին սիրի։ Վախենալով, որ ծառան կարող է հանկարծ նիրհել ու ճամփորդը կանցնի տան կողքով եւ մենք մտածում են նա, բաց կթողենք որսը, այլ ինքն է նստել։ Հանկարծ բաց կթողեի մորթնությունը։ Հասկանում եք, չէ՞, որսը այստեղ օտարասիրության այդ ասում է իր այդ ցանցը, որ գցում է ուրկանը, ինքը նկատի ունի այդ որսը, որ ասում է, դա օրհնությունը։ Հանկարծ ասում եմ օրհնությունը բաց կթողեմ։ Եվ սա Աբրահամն է, եւ սա հարուստ է։ Իսկ դու արժանի համարում ես թեկուզ մի հայացք նետել աղքատի վրա, թեկուզ պատասխանել նրան, թեկուզ մի խոսք ասել։ Ցանկանում ես ընդօրինակել Աբրահամին, չեմ արարքում, ընդհակառակը նույնիսկ ամենում եմ, չնայած մեզնից ավելին է պահանջում, քան Աբրահամը։ Հեսա Հիսուսի, որ անցնեք 5-րդ գլուխ, լեռան քարոզի կտեսնեք, որ ինչքան բավականին ավելին է պահանջում մեզանից Հիսուսը, քան ուղղակի օտարասիրությունը։ Նա կանչում է, լավ, էսի կարամ չկարդամ, բայց շատ հետաքրքիր է, որպեսզի ուզում եմ կարդամ, սա շատ կարևոր է, կարող եք նաև ընտանեկան բաներին օգտագործեք։ Նա կանչում է նաև Սարային, որպեսզի նրան ևս մասնակից դարձնի հյուրասիրությանը։ Սիրելի եղբայրներ, սա կարևոր է։ Թող ընդհանուր լինեն, ասում են նա, ինչպես բարիքները, այնպես էլ բարեպաշտությունը, գնա եւ 3 չափ լավագույն ցորենից ալյուր հունցիր։ Եվ Սարան ոչ մի այսպիսի բան չասեց, թե ես միթե այնպիսի հույսերով եկա քեզ մոտ, որպեսզի ինձ, որ այդքան հարստություն ունեմ, դարձնես ջրաղացպանուհի եւ հասթուխ։ Հա, կարալևաների սինդրոմ կա, չէ՞, թակուհու։ Հա, դա բա իմ Հակով չի, բա իմ ամուսինս նաչալնիկ է, ես էլ թակավոր եմ, ես էլ թակուհի, հասկանում եք։ Դու 318 ծառա ունես եւ նրանց չես կարգադրում, այլ ինձ վրա ես այդպիսի ծառայություն դնում։ Ոչ, նա լսում է, շտապիր եւ իսկույն կատարում է կարգադրությունը, որտեղ են ժամանակակից կանայք նման հրամաններ ստանում են, որտեղ են ժամանակակից կանայք, ասում նման հրամաններ ստանում են, վերցրու այդպիսի մի կնոջ ձեռքը եւ դու կտեսնես, որ դրսից այն զարդարված է ոսկով, իսկ ներսից գիշատությամբ։ Քանի աղքատի են կողոպտում այդ ձեռքերը։
լավ, այստեղ կանգ առեմ, վերջում կկարտամ, ինքն էլ վազում է կովերի նախիրի մոտ հիշում եք, որ եզեր, նրանք միասին բաժնում են աշխատանքը, որպեսզի բաժանեն նաև պարգևը, կամ էլ օրհնությունը, հիշում եք նրանց օրհնությունը ինչ եղավ, հա, իրանց, կարդացել եք, ես հիմա չեմ ուզում անդրադառնամ, մեկը 100 տարեկան էր, մեկն էլ 90, անհնարինը հնարավոր դարձրավ, ինչու, որովհետև նրանք այսպիսի մարդիկ էին, Աբրահամը դուրս էր գալիս, դրսում նստում, Սարան էր վազում էր, պատրաստում, ունենալով այդքան ծառաներ, ինչու, որովհետև իրանց մոտ ճիշտ պրիորիտետ կար, նրանց մոտ ճիշտ դրված կա, նրանք գիտեն, որ նա իրանց համար ավելի կարևոր է կյանքի մեջ, ունենալով հարստություն, լինելով հարուստ, Հիսուսն ասում է 5-րդ գլուխ 4-րդ համարից, երանի հոգով աղքատներին, այստեղից է սկսում է քարոզը, հələ քարոզ չեմ արել, 5-րդ գլուխ, Մատթեոս 5-րդ գլուխ, երանի, երբ որ մարդիկ լսում են երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, այդպես է գրած, 5 երանի նրան, լավ սպասեք իմ մոտ բացեմ, 5-ն է թե 4-րդ համարը, հա 5 կներեք 3 համարը, 4-րդ չի 3 համարը, Երանի հոգով աղքատ է, որովհետև նրանցն է, լսում եք, երկնքի արքայությունը, երկնքի թագավորությունը, եք ինչն է խնդիրը, մենք ուզում ենք թագավորություն, բայց առանց թագավորի, մենք ուզում ենք թագավորություն, որտեղ մեր եսն է թագավորում, այս է խնդիրը, այս է խնդիրը առաջանում է մեր մոտ միշտ այդպես, բայց Աստված ասում է երանի, ով ուզում երանել լինի, Երանելի դա երջանիկ լինել, խաղաղությունով, դա չի նշանակում հարուստ լինել, ապահոված լինել, դա նույնիսկ աղքատին է վերաբերում, երանելի մարդը նա է, որ հոգով աղքատ է և Աստծուն է ապավինում ամեն ժամանակ, կապ չունի ինչի տերը, Աբրահամին ես հենց այդպես չկարդացի, նա երանելի մարդ էր, նա այդքան հարուստ էր, բայց նրա վերաբերմունքը լրիվ ուրիշ էր, այսօր հարուստները տեսել եք ոնց են իրաց պահում, իրանց երեխաներին ոնց են դաստիարակում, ամոթ չի դու, քո պապան բանա, բիզնեսմեն է, ամոթ չի, կներեք և եկեղեցում մեր կա, հովիվների երեխեր կբանա, հովի երեխեր կա, անց ասեն, դուք սաղըտ ոչ մի բան չեք, ես հովիվի երեխա եմ, զարմանալի բանա, չեմ կարծում, որ սա Աստծուց է, կապ չունի դու ինչ արժանիքներ ունես, կապ չունի ինչեր ես հասել ես կյանքում, ինչ վաստակներ ունես, կարևորը ինչպես է նայում Աստված քեզ, նա միգուցե նա քեզ ինչպես է համարում ով ես դու, խոսքն ասում է երանի հոգով աղքատներին, ով է հոգով աղքատը, ինչ եք կարծում, համար, գիտեք, ովքեր որ միշտ փաբագում են, որ միշտ տեղ ունեն, աղքատը, ասինքն ինչ որ մի բան իրա մոտ պակաս է, ինչ-որ տեղ ունի դեռ ընդունելու, բաժակա, որը ես ամբողջությամբ լծված չի, ես մի ժամանակ, ես շատ եմ, իմ կյանքը այնպես ասացվել, երբ որ ես ապաշխարեմ, մի անգամս մտել եմ, սկսել եմ սովորել, հոգևոր նկատի ունեմ, և տարբեր սեմինարներ, բան, բայց շատ լուրջ ուսումնական բազա եմ ստացել, որովհետև և այդ հովական այդ Օրել Ռոբերտսի համալսարանի ուսումն եմ ստացել, դրանից առաջ էլ աստվածաշնչյան ստացիոնար սովորել եմ, մի տարի, այսինքն ամեն օր դաս են գնացել եկել, շատ լավ բազա եմ ունեցել, բայց մի պահ է եկել, որ ես հասկացա, որ ես լավ սովորել եմ, երբ որ Հիսուսը խոսում է, նա ուղղակի չի խոսում սովորեցնելու համար,
Նա խոսում է, որ մենք դրանով ապրենք։ Երբ որ շատ սովորեցի, զգացի, որ մի բան այն չի իմ մեջ։ Գիտություն կա, բայց պրակտիկա չկա։ Ես դադարեցի սովորել։ Ասեցի, всё, էլ ոչ մի տեղ չեմ գնալու սովորեմ։ Որտեղ մի տեսակ մոդա էր սովորելը դարձել։ Ու որտեղ մի բան ասում են, այստեղ էսպիսի սեմինարներ կա, դա վազում են գրքերը ձեռներս վազելով։ Հետո դադարեցի եւ սկսեցի ծառայելը այդ ընթացքում եւ ավելի խորացա դրսի փողոցի ծառայությունների մեջ։ Հա։ Հիմա մի քանի բան եմ ուզում կարդամ։ Երբ որ Հիսուսն ասում է Երանի հոգով աղքատներին, հին աշխարհի հողը ոտքերի տակ ճաքեց, ով որ լսում է իր։ Հին սկզբունքները, հին մտածելակերպը ճաքում է, այսօր եթե դու չես լսում, ես Աստծո խոսքը պետք է, երբ որ խոսում է, հին բաները քանդի քո կյանքում։ Քո ոտերի տակ պիտի հողը դող ասես, ես մինչև հիմա ճիշտ չեմ հենված եղել, մինչև հիմա հիմքը լավը չի եղել։ Քո սիրտը պիտի հեղաշրջի ամեն Աստծո խոսքը։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե մարդիկ, գիտես, գալիս են եւ ասում է մեր Գրիգորյանն ասում է մեղավոր ասում է ջրի մկրտության մասին, մեղավոր մտնում են, թաց մեղավոր դուրս գալիս։ Մենակ այդ է փոխվում։ Եթե մարդու էությունը չի փոխվում, ներս չի փոխվում, այդ կարծրատիպերը ես որ չեն քանդվում։ Մոխիր չեն դառնում։ Տարիները միջալոց, ով որ շատ երկար է հավատքի մեջ, զգուշ եղեք։ Ձեր սիրտը կարող ավելի կարծրացած լինի։ Մտքով, բաներով, ուսումով լցված կարող եք լինել, նույնիսկ խոսք անկի իմանաք։ Բայց ձեր սիրտը ավելի կարծրացած լինի, որովհետև հայտնի է, չէ, որ ամեն իրեր, որ շատ երկար է մնում, ավելի է կարծրան, որը ենթակա է կարծրանալու։ Ժամանակը ավելի է կարծրացնում։ Հիմա դա աշխարհի սովորաբար պատկերացման եւ երկնային արժեքների բախում է։ Նորից, երբ որ Հիսուսն ասում է Երանի հոգով աղքատների մարդու իմ սովորությունները, իմ աշխարհայացի եւ այլն եւ երկնային արժեքների բախում է, եւ այդ պայս սկսում է մի պատերազմ։ Պայքար։ Մինչեւ հիմա քո եւ երկնային արժեքների դեմ, քո եսի, որը սովոր է, որտեղ մաման, պապան են ասել, բարեկամներ հետ քաղաքում է եղել, դպրոցում եմ սովորել, հիմա էլ փորձում եմ եկեղեցում այդ արժեքները առաջ տանեմ, բայց ոչ, Աստված կանգնացնում է։ Ասում է, հոп, ստոպ։ Բախում է սկսվում։ Հա մեկ լինում են հովիները, բարի են լինում, բան թույլ են տալիս մի քիչ բան անեն, բայց Աստված թույլ չի տալու։ Հասկանում եք, մի օր կանգնելու ես Աստծո առաջ, ասում որ դա չի անցնելու, ասել հոп, քեզ չեմ ճանաչում։ Մենք կարանք թույլ տանք։ Ես թույլ եմ տալիս օրինակ, ոչ թե իմանալով եմ թույլ տալիս, ուղղակի չգիտեմ, հիմա մեր նաև տկարության պատճառով եւ այլն շատ բաների պատճառով, բայց երբ որ գաս երկնքում կանգնես, չի անցնելու էդի։ Այնտեղ բարեկամ բան, դες բան չկա։ Ասած չեմ ճանաչում, գնա, հեռացիր ինձանից։ Անօրինություն գործողներ։ Դա բախում է։ Երբ որ այս խոսքերը խոսում է Հիսուսը 5-րդ գլխի, եկեք մի երկու բան կարդանք։ Տեսեք, ասում է Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, Երանի սքավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն, Երանի հեզերին, որովհետև նրանք կժարանքեն երկիր, երբ որ հեզության մասին է խոսում։ Ինչ է հեզությունը, սիրելիներ, ով կարող ասի։ Ինչ է, ոնց է գնահատվում հեզությունը։ Հիմա դուք հոգևորներ եք, եւ դուք անկիրառած խոսքեր եք, որևէ մեկը ձեր կյանքի մեջ հեզություն դրսևորել եք, ապրում եք դրանով, որովհետև հեզությունը ամենտեղ դա տկարություն է համարում, թուլություն։ Բայց լսեք, հիշեք, հեզությունը դա լուր զորություն է, լուր զորություն, որ մարդի ներսի զորություն է, դա տեսանելի չի։
Հա վիրավորում են, թող վիրավորեն, բայց դու զորավոր ես, ոչ թե տկար, որ չես կարող պատասխանես։ Հիսուսը դրա մասին խոսում է, հիմա ժամանակ չունեմ, որ այս ամբողջը քննեմ։ Լավ։ Իրանի նրանց ովքեր քաղցած եւ ծարավեն արդարությանը, որովհետեւ նրանք կկշտանան, Երանի ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմություն կգտնեն, Երանի սրտով մաքուրներին, որովհետեւ նրանք Աստծուն կտեսնեն։ Ինչու աչքերով չենք տեսնի, ինչու զգացմունքներով չենք տեսնի, խիստ սրտով։ Որովհետև սրտով պիտի տեսնես։ Որովհետև աչքերով Աստծուն ոչ ոք չի տեսի։ Երանի խաղաղություն անողներին։ Գիտեք, Աստված մեր արարիչը։ Ով գիտի, որ Աստված արարիչ է։ Իմ ինջարս հենց այս գլխի վերջում ասում է, եղեք ձեր հոր նման կատարյալ, եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնային հայրն է կատարյալ։ Հիմա, եթե ինքը արարիչ է, մեզ ասում է նման եղեք նրան։ Մենք ենք մեր կյանքում արարում, եթե կա անարխորժություններ, դու ես արարում։ Եթե խաղաղություն չկա, դու ես արարել, ում ես մեղադրում։ Մենք սիրում ենք ուրիշներին մեղադրել, բա դու ինչ ես անում։ Դե արարի, որովհետև Աստված էլա, չի արարեց, ասում է տեսավ դատարկ վատ, գեշ, ամեն ինչը արարեց գեղեցիկը։ Տեսա մուտա արարեց լույսը։ Եղավ։ Կան մեր կյանքում անձև և դատարկություններ։ Կան։ Արարեք։ Խաղաղություն արարեք։ Չէ՞ որ ասում են նմանվեք Աստծուն։ Ես էլի չեմ ուզում շատ անդրադառնամ։ Բայց ես գլխի մեջ Հիսուս այնքան խորությունների մասին է խոսում, աղոթքի մասին է խոսում, կեղծավորության մասին է խոսում, ողորմության մասին է խոսում, բարիության մասին է խոսում։ Միտեղ էլ ասում է, ինչպես կամենում ես, որ քեզ անեն, այդպես արա։ Գիտեք, այս ժողովուրդը նստած գժվում են, ասում ես ինչ ասում ես մարդը։ Մեզ համար էդի սովորական է դարել, բայց եթե մենք անկաջ ունենանք սրտով լսենք այս խոսքերը, մենք է պիտի խելագարվենք։ Որովհետև քննելով մեր սիրտը պիտի հայտաբերենք մի բան, Աստված ջան, դե այդքան էլ այդպես չի, էլի։ Իրականում դա այդպես չի։ Ու հակառակ մի պետք է մենք հաճախ մեզ հարց տանք, ինչ ենք անում ստեղ։ Աղբերս, քույրս, ես ինձ հարց եմ տալիս, ինչ ես անում ստեղ, ես ինչ եմ անում ստեղ։ Եթե մեզ համար ասում եք Տիրոջ խոսքը, պատկերացեք հենց հիմա Հիսուսը այստեղ պարկած, կիսապարկած այսպիսի, թինգը տված։ Ու այս բաները մեզ ասում է։ Դա պիտի քո աշխարհը խառնի իրար։ Որտե բախում է տեղի ունենում երկնային արժեքների եւ քո արժեքների։ Քո եսը Նա ասում է, ես թույլ չեմ տա, որ դու մտնես իմ թագավորության մեջ, բայց դու թագավոր լինելով, որովհետև իմ թագավորության մեջ կա մեկ թագավոր, եւ դա ես եմ։ Հարցը նրանում չէ, թե դու լսել ես, թե չէ ինչ ես ասում, թե ինչ է ասում Հիսուսը, հարցը նրանում է, թե դու պատրաստ ես այդպես ապրելու, այս է հարցը։ Եվ շատ կարևոր է, ինչու է դա այդքան կարևոր, որովհետև այս աշխարհում, որտեղ լի է տագնապը, վտանգները, բաժանումները, դավաճանությունները, քույրս նոր խոսում էր դավաճանության մասին, չէ, տառապանքները, արծաթասիրությունը, ագահությունը եւ շատ բաներ, դուք ինքներդ գիտեք։ Հիվանդությունները, խաբեբայություն, ամեն ինչ։ Հիսուս ոչ թե միայն մեզ տեղեկացնում է, այլ բացահայտում է եւ տալիս է ամենակարևոր բանալին։ Մատթեոս 5-ում։ Բանալի է տալիս մեզ։ Երկնային արքայություն ոնց մտնես։ Թույլ տվեք մի բան կարդամ։ Միգուցե այդ բանալին քո կյանքի ամենակարևոր բանալին է։ Հովանես Թումանյանի մի քառատող կարդամ։ Երկնային Թումանյանի պիսի գրքեր կա դրա մեջ է գրված։ Կորցրել եմ, ուր գնամ, տեղդ իմաստ ուր գտնեմ, ման եմ գալիս, ես մտնում, քեզ մոտ գալու դուր գտնեմ։
Գիտեք, կարևորագույն բանալին միգուցե Աստված հենց Մատթեոս 5-ի մեջ տալիս է մեզ։ Բայց գիտեք, ինքը այսպես իր ձեռքը սառած մնում է։ Ասում ենք ասա, բայց բանալին չենք վերցնի։ Ասա լսենք, ամենը լսենք, բայց բանալին չվերցնենք։ Որտեւ հենց բանալին վերցրեցիր իր թագավորությունն է։ Բայց քանի լսում ես, կարող ես դու թագավոր ես իր թագավորության մեջ։ Բայց մինչև երբ։ Թագավորություն առանց թագավորի, իրական թագավորի, կամ թագավորություն կեղծ թագավորով։ Մեր եսը հաճախ գրավում է, շատ եք լսել, ես հիմա դրա մասին չեմ ուզում, որ մեր եսը, մեր գահին, մեր մեջ գահին նստած է մեր եսը եւ այլն, ժամանակն է, չէ՞։ Հա, պրոբլեմ չկա։ Ես ձեզանից հետո հովիվի հետ խոսացել եմ։ Ես երկար չեմ խոսում, եկա, ինձ 30 րոպեն, ահա։ Կարևոր բանը, սա շատ կարևոր խոսքեր է, այս մի քանի բան կարդամ լավ Մատթեոսից, առաջ գնամ։ 10-րդ համար Իրանի արդարության համար հալածվողներին, որովհետև երկնքի արքայություն նրանցն է։ Հիմա տեսել եք, որ մարդիկ կան անդադ, գիտեք անդադ ինչ որ անարխոժությունների մեջ են, բայց իրանք ասում են ես արդար եմ։ Եթե դու արդար ես, մի անհանգստացի։ Պետք չի մարդկանց ապացուցել քո արդարությունը Աստծո առաջ։ Աստված գիտի, եթե դու արդար ես։ Սա շատ կարևոր է, որովհետև Աստծո մարդը արդարությունը, արդար մարդը, իրան պետք չի իրան մեջից ճղի, կներեք էլիս այս բաներ եմ ասում, այս իմ խոսքերի համար, իրան պետք չի ապացուցի, ցավոք սրտի մարդիկ ավելի շատ զբաղված են մարդկանց առաջ արդար երևալու, քան Աստծո առաջ, եթե ժամանակը տրամադրես Աստծո առաջ արդար լինելու, ավելի էֆեկտիվ կլինի քո հոգևոր ընթացքը։ Էմոցիոնալ, մենք էմոցիոնալ լեցված զգացմունքային եւ նույնիսկ փորձում ենք մեր զգացմունքներն ենք մենք կարևորագույն տեղ տալիս մեր զգացմունքներին, նաեւ փորձում ենք ուրիշի զգացմունքները ղեկավարել։ Պետք չէ։ Ազատ թող։ Երբ որ Աստվածաշունչը լավ մի քանի խոր բաներ էլ ասեմ, եթե կարդացել եք 5 կտակարանը, որ գրված է գնացին, ջնջեցին այս ազգին, բան, տակնու վրա ոչխարներով, բանով սաղին կոտորեցին։ Դե կարդացել եք, դե ամեն տես սկսա։ Միշտ ինչ եք մտածում, ասում ես, երբեք եմ մտածել, խի Աստված ես քան դաշան։ Չեք մտածել, ես եկալ եմ մտածել։ Անկեղծ պետք է լինի։ Երբ որ անկեղծ եմ, Աստված պատասխաներ է տալիս։ Չեք լսել, որ մարդկանց գնում սպան, ասում է գնացեք սա եգիպտացիներին կողոպտեցեք, սրանց սպանեք։ Չեք լսել։ Ասում է, չէ։ Միշտ մտածում, Աստված խի։ Բայց երբ որ ասում եմ, արի հոգևոր աչքերով նայենք։ Միգուցե դա մեր անցյալ կյանքն է, միգուցե դա մեր մարդ էությունն է, որ Աստված ասում է, վերացրու ամեն ինչ։ Հələ տենց նայեք, հոգևոր նայեք։ Ոչ թե որպես պատմություն, որի գնացինք սպանեցինք։ Չէ որ Աստված էլ է մեզ կանչում, որ քո հին մարդը մեռնի, որ ոչինչ չմնա։ Ոչ նրա գառները մնան, ոչ նրա ունեցվածքը, ոչ մի բան, սաղ վերանը։ Ինչու, որովհետև ինքը ասում է նոր արարած։ Ինչու նոյից առաջ Աստված ամեն ինչ վերացրեց եւ նոր արարած։ Ինքը դաժան չի։ Հիմա եթե Աստված մեզ ասում է քո հին մարդը թող մեռնի, ինքը դաժան է թե բարի։ Ամեն, բարի է։ Այդ աչքերով հələ նայեք։ Այնքան հեշտ է լինում, երբ որ ճիշտ աչքերով ես նայում, որովհետև Հիսուսը հենց նույն այս խոսքերի մեջ, այս քարոզի մեջ ասում է, ես չեմ եկել որ օրենքը վերացնեմ, ասում է, եկել եմ օրենքը կատարեմ։ Լավ, մի քիչ էլ առաջ գնանք։ Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն։ Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան
զրպարտություն ասեն, բամբաս են, վատ բաներ ձեզ ասեն, ինչքան վատ բաներ քեզ ասեն, բայց դու արդար ես Աստծո համար, դու երանելի մարդ ես։ Հա դու պատկերացնում եք, ուրախությունով լսում ես, դու ասում ես ինչ լավ է, որ Աստծո համար ինձ։ Գիտեք ինչ, դա մեծ երանելություն է։ Մենք չենք հասկանում։ Գիտեք, մեկը մի հատ զրպատում է, դու 10-ն ես զրպատում։ Մեկը քեզ չար բառ ասում, դու 20-ն ես ասում։ Այդտեղ երանելություն չկա։ Ինչով ես հարց եմ տալիս այդ մարդկանց, ասում եմ, ինչով ես դու տարբերում նրանից։ Կարո՞ղ բացատրեք։ Հիսուսը ստեղել է խոսում, ասում է, եթե դուք սիրեք միայն ձեզ սիրողներին եւ այլն, միթե ինչ օգուտ, հա։ Ինչով եք մենք տարբերվում։ Ավելի խորն ասեմ, ասում է դուք աղն եք։ Դուք լույսն եք այս աշխարհի։ Եթե աղը համը կորցնի եւ այլն, ինչ օգուտ, ում է պետք։ Չի գցվելու փողոցները ոտքների տակ։ Ինչով եք մենք տարբերվում։ Ինչի համար եմ ես ստեղ։ Ով եմ ես։ Ինչի համար եմ ստեղ։ Հենց գնաց նորից քո մարդ, գիտեք, մարդ այդ պատերազմը, որ սկսել է, ինքը միշտ ալնելու։ Երկնային արժեքների եւ քո ամբողջ քո կյանքի անցյալի եւ այլն այդ փորձի հետ ելնելով քո էության, քո թագավորության։ Միշտ, եւ որ Հիսուս սկսում է խոսելը, այդ պայքարը սկսում է։ Ինքը անդադար ալնելու, միշտ լինելու է։ Բայց միշտ հիշի, մի հարց կա այստեղ։ Ո՞վ է հաղթելու։ Այս է կարևոր։ Ո՞վ է հաղթելու։ Լավ, մի քիչ առաջ գնամ։ Աղն եք, լույսն եք։ Գնամ 6-րդ, հա, 6-րդ գլուխ գնանք, անցեք 6-րդ գլուխ։ Կկարդաք տունը, եթե ուզում եք մի հատ կրնա։ 6-րդ գլխի մեջ խոսում է նորից, տեսեք, աղոթքի մասին է խոսում եւ ասում աղոթելուց այսպես աղոթեք, չէ՞։ Մեզ ֆորմա է դա, ձև է տալիս, ասում այսպես աղոթեցեք։ Հայր մեր, որ երկնքում ես սուրբ լինի քո անունը, չէ՞։ Եվ ասում քո կամքը թող լինի, ինչ ասում, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Ում կամքը, նորից, ում կամքը, Տիրոջ, արքայի, թագավորի։ Ուզում եմ մի հարց տամ, ասեք, եթե մեկը Տերն է, մյուսները հայտեւաբար կան ծառաներ։ Տիրոջ խոսքը չի քննարկվում եւ կասկածի չի դրվում։ Տերն ինչ ասում է, արվում է, որովհետեւ ինքն է Տերը։ Նրա կամքը իր խոսքն է։ Հիմա ասում եք քո կամքը լինի այնպես ինչպես երկնքում է, դե երկնքում իր կամքը բացարձակ է։ Մեկը չկա, որ չի ենթարկվի այդ խոսքում, բայց այստեղ ցավոք սրտի շատերն են անարգում այդ խոսքը եւ չեն ենթարկվում։ Հիմա ասում եմ, քո կամքը թող լինի այնպես, ինչպես երկնքում է, այնպես է երկրի վրա։ Դու ինքդ հրավիրում ես նրա բացարձակ թագավորությունը քո կյանքի մեջ, բայց չես հնազանդվում։ Ոնց կլինի տենց։ Դա հակասություն է։ Դա պայքար է, որ մեկը պիտի հաղթի, ով է հաղթելու։ Դեք, չեմ ուզում շատ երկար խոսամ, մի փոքրիկ բան կպատմեմ, հա, մի փոքրիկ արագ, դե մեր մոտ ժամ է դրած, հեն ժամը գալիս է, նվագող գալիս է, նվագում, ես ենթարկվում եմ։ Էլի տես մի մարդ, հարուստ մարդ, մի աղա մարդ, էլի ծառաներ ամնում, ասում է, ամեն ինչ ունեմ, կին ունեմ, ամեն ինչ ունեմ, փող ունեմ, ամեն ինչ ունեմ, ծառաներ ունեմ, բայց ինձ մի կատարյալ ծառայա պետք եւ ես երջանիկ կլինեմ, ես օրհնված կլինեմ եւ մեկը գալիս է առաջարկում, ասում է, լսել եմ, որ կատարյալ ծառա, ասում մեկը կա, ասում է, խնդիր չկա, ասում է, ինչքան գումար պետք է տա, վերջ չառնում այս ծառան։ Արում, իրոք այս ծառան կատարյալ է դուրս գալիս, չեմ ուզում պատմեմ, շատ երկար բան անեմ, այս ծառան այնքան է, ամեն ինչ նախատեսում է, հա, այնպես է ծառայում, այս տերը հրաշ չգիտի ինչ անում, ասեք մի դրվակ ասեք, օրինակ ասում է կինը հերու տեղից գալիս է, ամուսինը շատ է գովում, գնում է դիմավորում կնոջը եւ երբ որ գալիս է նա շատ է գովում, ասում է կատարյալ ծառա եմ գտել, գիտես էս անում, շատ է գովում, էլի։
Եվ ծառային եմ նախորդ ասում գնա գեղեցիկ շորերը թակի սիրուն հակվի արի որ կնոջս հետ ծանոթացնեմ։ Երբ որ գալիս են ծառան գալիս է կեղտոտ շորերով բանկ։ Հետո հարցնում եմ ասում ինչու այդպես դուրս եկա չէ որ ասում որովհետև ես գիտեմ որ ասում ես ավելի երիտասարդ եմ եւ գիտեմ խանդը ինչ է ասում ես չէ ուզում որ քեզ համար խնդիր առաջանա քո ընտանիք։ Վերջը կատարյալ ծառայ անում։ Այնքան է կատարյալնում վերջում Տերն ասում է լսի գնա վաղվանից քեզ ազատություն եմ պարգևում դու ազատ ես մյուս օր արթնանալը տեսնում ես ծառան է դվանալու բաները ձեռը եկա որ Տերը լվացվի ասում լսի ես քեզ ազատություն եմ դու դեռևս այստեղից գնա ասում չէ ասում ես չեմ գնա ասում որովհետև երևի մեկին ծառայելը ինձ համար շահ է եւ ասում պրիվիլեգիա հա ինձ համար շատ կարեւոր է ասում երևի մեկին ծառայում եմ եւ ես Տերը նրան նայում ասում լսի ասում բա ես քեզ ինչով ծառայեմ եւ ասում առաջի անգամ այդ մարդը երանելություն զգացմունք ապրեց գիտեք հա այս սա կարևոր է որ մենք հասկանանք որ մենք Աստված ինքը միշտ մեզ ծառայում է ինքը երանելության զգացմունք ապրում այստեղ մի քիչ բանը ուրիշ ձև է բայց միտքը ուզում եմ հասկանամ մենք պետք է այդպեսին լինենք միշտ ամեն ինչի մեջ փորձենք խոսքի մեջ կատարյալ լինենք ճիշտ լինենք ով չի սխալում այստեղ ինձ մի անգամ բան արեցին ուզում են քարկոծեն որ մի օր բեմից ասեցի ես մեղանչում եմ բայց մեղավոր չեմ որտեղ Աստված ինձ ներում է մեղքերը որտեղ ես գիտակցում եմ իմ սխալները հետո որ ասում եք մեղքեր շատերը երբ որ ասում եմ ես մեղանչում եմ մարդիկ գիտեն թե ես գնում եմ աշխարհի ամենավատ բաները կա հասարակական ընդունված մեղքեր եւ ոչ անտեսված մեղքեր հա ասեք մեկը գնում է բամբասում կամ վատ բան է մտածում Մատթեոս 5-րդ գլուխ կարդացեք մտքի մեջ դա ոչինչով չի տարբերում նրանից որ մարդ գնա գողություն անի կամ խմի կամ եսի ինչ անի вообще ոչինչով չի տարբերում որովհետեւ հասարակության մեջ ուղղակի ընդունված մեղքեր կան եւ չընդունված նո սենց էլի որ մարդուն ատում ես ոչինչ այդքան է մեղք չի բայց որ խմել ես վայ քեզ գեհենի ես արժանի դա ընդամենը հասարակության կարծիքն է բայց Աստված ինչ ասում կարդացեք գիտեք տարբերությունը որն է այն խմողը գիտի որ ինքը խմում է եւ մեղանչում է բայց այն վատ մտածողը կամ բամբասողը կամ ինքը այդքան էլ չի հասկանում չի ընդունում ավելի ճիշտ եւ դա ավելի վատ վիճակ է ավելի բարդ դա կարծրատիպ արդեն դառնում մարդու մոտ փարիսեցիների մասին կեղծավորների մասին որ խոսում այստեղ 5-րդ հենց դրա մասին է խոսում փայլուն գիտեին Աստծո խոսքը բայց իրանց ապրելը Աստծո համար հաճելի չէր չեմ ուզում շատ երկար բարակ բան անեմ կարևորագույն բաները որ ես ուզում եմ ասեի ձեզ ասեցի ինչպիսին նա մեր արժեքները արժեհամակարգը որն ենք մենք առաջնահերթ դնում մեր որոշումները ըստ այդ արժեհամակարգի ենք մենք կատարում մեր որոշումները դրանից է կախված հասկանում եք ինչու է ձերն էլ մերն էլ շատ դե իհարկե հիմա մարդիկ կան գնում են հանգստան դրանից էլ չես կարա բանալ մեր մոտ էլ են գնում հանգստան բայց շատ ժամանակ հանգիստը չի պատճառը այլ հենց այդ արժեհամակարգն է պատճառը որ դատարկ են մաթորներ մարդիկ չեն հասկանում որ գիտեն թե աշխարհի բարիքները եւ միշտ են ունենա չէ դա ժամանակավոր երևույթ է դա մի փայլ ասես մի լույս է վառեց ու գնաց всё էլ չկա մենք էլ ենք ժամանակավոր մենք էլ չենք միշտ այստեղ դրա համար սիրելիներ ես ձեզ հորդորում եմ որ դուք նախ Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք եւ մնացած ամեն բաները կտրվի ձեզ հիմա սեղել վերջի խոսքն եմ ասում ու սրանով փակում ենք ինչ է նշանակում սկզբից մարդիկ կան այսօր վազում են մնացած բաները երկրորդական բաներ հետևից փողի հետևից հարստության հետևից բարեկեցության հետևից չգիտեմ դուք գիտեք
ուսման հետևից ամեն տարբեր բան, այն ինչ որ այս աշխարհում արժեք ունի։ Խոսքն ասում է, առաջնահերթ ամեն բանից առավել Աստծո հետևից գնա։ Ես գնում եմ Աստծո հետևից, այդ փողը, այն բանը, որ ես պետք է իրանց հետևից վազեմ, իրանք են իմ հետևիցս գալիս։ Հասկանում եք։ Այդպես է, չէ՞։ Այդպես է, չէ՞ խոսքն ասում։ Ոչ թե ես եմ իրանց հետևից վազում, իրանք է փախչում են։ Դե դժվար է, չէ՞, փող աշխատելը։ Թե հեշտ է ձեր մոտ ստացվում։ Մեր մոտ շատ դժվար է ստացվում։ Ուրիշ բաներ էլ, ամեն ինչը շատ դժվար է, այս կյանքը դժվար է։ Բայց մենք ջանք ենք անում, մենք չենք խնայում մեր առողջությունը, մեր ժամերը, մարդիկ կան, Աստվածաշունչն էլ ասում, չարչարում են, բայց ոչ մի բան չի ստացվում։ Ու Աստվածաշունչը ասում է, եթե Տերը չորտնի, չհարստացնի, իզուր են չարչարվում, դեռ չէ, շատ տեղեր կան, հիմա չեմ ուզում անդրադառնալ։ Վազում ես իրանք է փախնում են։ Բայց երբ որ ես Տիրոջ հետևից եմ գնում, նրանք են իմ հետևիցս գալիս։ Ես էլ արհամարում եմ իրանց։ Գիտեք խի, որովհետև իրանք ինձ համար երկրորդական արժեք ունեն։ Բայց իրանք գալու են իմ հետևից։ Որովհետև այս նույն տեղում Աստված ասում է հոգ մի անեք ձեզ համար։ Լսել եք։ Դա հոգատարությունը չէ, որ մի մտած երեխա տեսօրին չավտելը քույրիկները, չէ՞ մանան։ Չի ասում մի մտածեք, չէ մտածեք այսօր ինչ եք ուտելու։ Ձեր ամուսինները ինչ են։ Քույրիկները զզվել եմ ամեն օր մտածում եմ ինչ սարքեմ։ Չէ, դրա մասին չէ։ Ասում եմ մի անհանգստացեք։ Անհանգստությունը դա հոգատարությունը վախով։ Հասկանում եք։ Կա հոգատարություն հավատքով, կա հոգատարություն վախով, դա անհանգստությունն է։ Մի անհանգստացեք, պանիկայի, ունայնության մեջ մի մտիր, այլ Աստծո հետևից գնա, մնացածը քո հետևից կգա։ Այս ռանով եմ ուզում ավարտեմ, որոս լավ խոսքով, քաջալերող խոսքով, որովհետև դժվար ժամանակներ ենք ապրում, շատ դժվար, գլխներս թռնում են, բան են անում, մտածում ես հեսա մեկը գալ վագնի իմ գլխից, չէ, մի վախեցիր։ Փառք Տիրոջը, որովհետև մեր Աստված մեր պաշտպանն է։ Կանգնեք աղոթենք։ Փառք ենք տալիս քեզ ամենակարող Աստված, իրոք մենք քո տան մեջ ենք իմ Տեր։ Եկել ենք, որ քեզ հետ հանդիպում ունենանք։ Եկել ենք, որ քեզ հետ հաղորդություն ունենանք իմ Աստված։ Եվ Տեր, իրոք ուզում եք քեզ ճանաչել։ Ճանաչել իսպես հոր եւ ունենալ նույն բնությունը, ինչ բնություն դու ունես։ Որ քո հոգին բնակվի մեր մեջ եւ փոխի մեր սիրտը։ Թափանցի այն խորքերը, այն ծածուկ տեղերը իմաստված, այն բոլոր ոլորտները, որոնք դեռևս ծածկված են, դեռևս ապրում են հնով։ Տեր թափանցի, Տեր ջախջախի, կործանիր, ջարդիր ամեն կարծրատիպեր, ամեն օտար երևույթներ եւ մեր արժեհամակարգը իմաստված երկնային դարձրու։ Դու մեր համար առաջինն ես, մեր անձը, մեր եսը խոնարհվում է քո առջև։ Եվ ասում եք Տեր, դու մեր արքան ես, դու մեր Աստվածն ես, եւ թող քո կամքը լինի մեր կյանքի մեջ, ինչպես երկնքում է։ Այսինքն բացարձակ հետևենք քո խոսքին։ Երանի նրանց, ովքեր հոգով աղքատ են, որովհետև նրանք կմտնեն Աստծո արքայության մեջ։ Տեր, մենք կանչված ենք մտնել քո արքայության մեջ։ Ուղղիր մեզ, մեր ոտքերը տար արդարության ճանապարհներով, արդարության շավիղներով։ Քո հոգով առաջնորդիր մեզ, զորացրու մեզ, իմաստված պաշտպանիր մեզ, թող սատանան երբեք մեզ չգայթակղի, ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է արքայությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս, ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիներ, Տերը օրհնի ձեզ։